Հերթով ու բոլոր մանրամասներով Վլադիմիր Գրուսմանն անցնում է Հայաստանի պատմության կողքով։ Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրենը խոստովանում է, պատմաբան չէ, հայերի անցյալի մասին շատ մանրամասներ պրոֆեսորը նոր է բացահայտում։ Առաջին անգամ է Արարատյան երկրում։ Պատմության թանգարանի ամենագեղեցիկ ցուցանմուշներից մեկի մոտ Գրուսմանը ավելի երկար է կանգնում։ Ոսկերչական զարդերն են։ Հայտնի ռուս կովկասագետ Ալեքսանդր Միլլերի հավաքածուի բացառիկ ցուցադրությանն են պատրաստվում Հայաստանում եւ Ռուսաստանում։ Պրոֆեսոր Գրուսմանը հենց այդ նպատակով է Երևանում։ Գուցե պատմության թանգարանի ցուցափեղկերից մեկում էլ գտնվի հետաքրքիր նմուշ Միլլերի հավաքածուն համալրելու համար։ Ալեքսանդր Միլլերն այն կազմել էր առաջին աշխարհամարտի տարիներին։ Հավաքածուն Վան վասպուրականի շրջանից ավելի քան 400 եզակի էքսպոնատներից է կազմված։ Դրանցից 200-ը ոսկերչական արվեստի նմուշներ են։ Ուրախ եմ, որ Հայաստանում ապրող մարդիկ կտեսնեն այդ իրերը, որովհետև դրանք պատմում են մարդկանց մասին, որոնք այլևս մեր կողքին չեն։ Ցույց են տալիս այն մշակույթը, որ կրել են։ Աշխատանքային կարճաժամկետ այցի ընթացքում էթնոգրաֆիկ Էրմիտաժի պահապանը հասցրել է լինել նաև ցեղասպանության թանգարանում։ Այդ մասին պրոֆեսոր Գրուսմանի պիջակին ամրացված անմոռու կմատնեց։ Մենք հիշում ենք, ես հիշում եմ այն արյունոտ իրադարձություններն ու ոճրագործությունը, որ կատարվել է մարդկության պատմության մեջ։ Իսկ ինչպես կարող էի չհիշել, ես թանգարանի պահապանն եմ։ Չէի լինի թանգարանի պահապան, եթե չհիշեի այդ ամենը։ Միլլերի հավաքածուի բացառիկ ցուցանմուշները առաջինը կտեսնեն Սանկտ Պետերբուրգում ապրիլի 20-ին։ Մոսկվայում Վան վասպուրականի ոսկերչական արվեստը կգնահատեն հունիսին։ Հայաստանի անկախության օրն էլ Միլլերի հավաքածուն կլինի Երևանում։ Անի Հակոբյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։